եմ բոլորին, ասենք այսօրվա ավականու ավականու 15 անգամից ներկայացնում 8 քվորումը ապահովում են, իսկ կարող ենք շարունակել։ Ներկայացնեմ այսօրվա օգոստոսի 10-ի արտահայտությունների օրակարգը։ Առաջին հարց. Կոտայքի մարզի Կոտայք 8 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման հաստատներում ակումբ համայնքում գտնվող բնակավայրերի ակումբ Նորգյուղ Կոտայք Կապուտան Հատի Զոհրեն Զակ Սևաբերդ գլխավոր հատակագծի նախագծման առաջադրանքը հաստատելու մասին։ Երկրորդը Կոտայքի մարզի ակումբ համայնքի համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների ոչ առևտրային կազմակերպությունների 2026 թվականի աշխատողների քանակը, հաստատացուցակը և ոչ պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին է։ Երրորդը Կոտայքի մարզի ակումբ համայնքի ավականու 2025 թվականի դեկտեմբերի 19-ի N88 ահավորոշման ուժը կորցրած ճանաչելու մասին։ Չորրորդ ուղղամասերի նպատակային նշանակությունը փոխելու մասին և հինգերորդ Կոտայքի մարզի ակումբ համայնքի սեփականությունն հանդիսացող ուղղամասերը ուղղակի վաճառքով ընդլայնման նպատակով օտարելու մասին։ Ինչ հարցեր, առաջարկություններ կան օրակարգի վերաբերյալ։ Չկան, ովքեր են օրակարգը հաստատելու, խնդրում եմ քվեարկեք։ Դեմ ձեռնպահ չկա։ Անցնենք օրակարգային հարցերին։ Ռաֆի առաջին հարցը դուր ներկայացրեք։ Ո՞վ է ներկայացնելու միկրոռեգիոնալ պլանավորման աշխատանքը։ Նախապես ասեմ, որ բանը մեր հրատապ խնդիրը միկրոռեգիոնալ հատակագծին էր վերաբերվում և այդ հասնիկացությանը նախադպրոցական կրթության։ Իսկ այս հողերի հետ կապված քանի որ շատ ծանր վիճակում աղստվան համայնքը այս պահին չկա հաջող վաճառքից գոյացած գումար, նպատակային նշանակությունից փոխված գումար, ունեին բավականին մեծ տարածք 8-4 հեկտար, որ փոխվել է 2000 մետր և 1300 քառակուսի մետր արագացրած փոխում են, որտեղ 1 միլիոն դրամ այսօր մեծ նշանակություն ունի սուբնեցիաների համար։ Իսկ ընդլայնման նպատակով բոլոր ընդլայնումները շուկայական արժեք է դրված։ Նախնական ձեր հաստատման։ Անցնենք, ախա ներկայացրեք։ Կոտայքի միկրոռեգիոնալ հատակագիծը, որը հաստատված է եղել 2024 թվականի, այս տարի 2026 թվականին հիմնել ինքը քաղաքաշինության կոմիտե, որպեսզի կատարեն լրամշակում, ստացել ենք լրամշակելու դրական եզրակացությունը, տվյալ պահին հավաքանին հաստատում է եզրակացությունը, որից հետո արդեն նախագծման աշխատանքները մրցույթային կարգով շահելու դեպքում դրում են մրցույթի, որից հետո նախագիծը կազմում են և դրամշակման ուղարկում են քաղաքաշինության կոմիտե։ Եվս մեկ անգամ, որպեսզի արդեն ըստ հատակագծային առաջադրանքի հաստատենք Կոտայքի միկրոռեգիոնալի դրամշակող տարբերակը։ Կան հարցեր։ Եթե չկան, նորից Ռաֆի, հնարավորինս արագ կազմակերպում եք սրանցելու մրցույթն են, չէ՞ հայտարարում։ Ոնց վաղը հայտարարի։ Այդ մրցույթը մեր բանը էլեկտրոնային հաստատ չեն տեղադրում, չէ՞։ Դրա մրցույթը։ Հա, մենք չենք բանը։ Սովորական ասած ոնց որ չափագրումները ունեն, չկան հարցեր։ Ովքեր են
ենք ու ընդունում ենք քվեարկել, դեմ ձեռնպատ չկա։ Անցնենք օրակարգային երկրորդ հարցին, Սայթունարզի ակումբ համայնքի ենթակայության նախարարության ներկայացնին այդան Մանկապարտեզները իրենք որոշեն ուզեն պատմական հաստիկները թերով, բայց հաստիկացած օրինակերի այցելացողով պատահորեն ունեն։ Ոսկրի սրտիզրանիչի մասին է, հա մենք դեմ չենք ոսկրի զրանիչ լինի, բայց պետքալին անվարացման որակավորման աչքը սարկելու փոխան Ուրիշ հարցեր, առաջարկություններ, եթե չկան, ովքեր են ու հաստատել դեմ դրդոպատ չունենք։ Հաստատվածը անցնենք օրակարգային երկրորդ հարցին։ Դեկտեմբերի 19-ին 88 որոշման մեջ գործած ճանաչելու մասին ով է։ Մասնավորական կասել, բայց մի քանի բառով ներկայացնում փոփոխությունը ուղղակի վերաբերում է իրավական ակտի անվանմանը, իրանք հաստատությունների հաստատման որոշումներն են, այն ժամանակ անվանվել են A, այսինքն անհատական, բայց ճիշտ է, որ դրանք անվանում են մուտք, այսինքն ուղղակի ավելի եւ իրավական ակտի անվանման փոփոխություն է։ Այն փոփոխություն չկա, մնացածը արդեն Նեն իրավական ակտի անվան փոփոխություն։ Ուրիշ հարցեր կան, եթե չկան, վերաբերում ովքեր են գործած ճանաչել, նշված որոշում, դեմ ձեռնոցը չկա։ Ռաֆի մյուս հարցը դու պետք է ներկայացնի, ողամասի դա անունը նպատակային նշանակությունն խոսելու մասին։ Հյուրանոցների նպատակային նշանակության փոփոխման մասին
դրական եզրակացություն, Լուսինե Պետրոսյանի ներողություն, Արմեն Մխիթարյանի և Կարեն Տոլոյանի հողատարածքներն են, առաջին հողամասը 8 հեկտար 4467, երկրորդը 2000 և երրորդը 1335 հեկտար հողատարածքների մասին է խոսքը։ Գրական եզրակացություն են ստացել, որոշումները գրենք հասցեները կգան և հուսամ, որ Սրանք պոտենցիալ գացել ժողովուրդ ջան։ Եթե չկան քվեարկեն ովքեր են կողմ դեն դրանք նպատ չունեն փոփոխություններն անցել են մյուս հասնել ես դու համայնքային սեփականություն հանդիսացող հողերի ուղղակի վաճառքով լայնանպատակով տարելու համար դիմել է մի քաղաքացի Արթուր Հովհաննիսյանը 600 քառակուսի հողատարածքի համար է դիմել համայնքային, Լիպարիկ Հովհաննիսյանը 1475, Համազած Լոբյանը 31.8, Գրիգոր Քերոբյանը 0.1 և երկրորդը 1000 մետր ներողություն և երկրորդ հողատարածքը 2910։ Գումարները, ինչպես պարունակենք ասեցիք, մոտարկված են ներկայ շուկայական գներով, կարող է ներկայացնել չնայած ուղարկել են։ Կան հարցեր, այս բանը, այս 600 մետրը դա առանձին մենք չենք այս 600 քառակուսի մենք չենք վաճառում, բայց դրա կողքի հողը որտեղ տուն է բնակեցված, ազատ է մնացած, ոչ մի հատ մի 6-7 հատ տնամերձ մենք չենք վաճառում, ասում է ես իմ հայատում իմ հողամասում շինություն կանեմ, էլ այդ կդնեմ, ես շինարարություն չանեմ, տվեք ինձ, Խողամի բանի չողելի կաղ։ Այդ բանում է, Փարվանայի հետնամասում են քունդեք 220,000 որդի կաղք են ընկնում, դրանք նույնիսկ մենք չենք ուզում վաճառում։ Համը թողարն ունենքան Հաջորդով ոչ մի չի առնեին։ Չէ, բարձրավոր դիտակում Ոչ մի չի առնեին, հետը մենջը տնանան։ Բանվանայի ջրապերի Չէ, Բայց ովեր մնացավ մի 600 հողատով, որոնք 220,000 որդի երկու տանգավորը և չի կարելի չեք կարողանալու շինքություն Այս մեկը են մի կողմի վրա, որ ունի տուն և բնակում ատեր, ցանկություն է հայտնել այդ միակի կեսը չէ, 1000 մետրից 600 մետրը վերցնի, սաղմել այդի տնից։ Դրա համար այս գնով տալիս են իրը։ Թե չէ անմնացածը բոլորը շուկայականին հավասարեցված է։ Բայց ով առնում է։ Կա, բայց հայդի ադրում շինարարություն չի անում։ Սետկա քաշետը հայդի անում։ Օրենից մի օր սպասարկման համար մտնել են այգով Դե ինքը բոլորը գիտի դրա համար է Նաշի ամեն ինչի տեղեկացված Ուրիշ հարցեր կան, դրանք վերաբերել Եթե չկան, ասում քվեարկեք Ովքեր են կողմ Դե, դրա նպատ չկա Այսօրվա Ալևի գործընկերներ, այսօրվա արտակ ավական լիստի օրակարգային հարցերը սպառված են և
եթե ուրիշ հարցեր չունենք, չէ՞, խորակարգի հետ կապված։ Համարենք ավարտված։